Այո, Նիկոլ Փաշինյանը չէր գնացել, որովհետև մի անգամ ինքը գնաց եւ պղծեց քարոզարշավը իր այդ հայտնի թալանը, բրաբուսներ, առնետներ, ելույթներով, նրան երևի հասկացրեցին, որ դու մի երևա, եթե ուզում ես Սարիկը ընդհանրապես շանս ունենա, ուրեմն ամբողջ ԿՊ-ն օկուպացրել էր Գյումրին, ԿՊ-ն ամբողջապես օկուպացրել էր Գյումրին, այդ հարբած դեբոշները, գաստրոլները թողենք մի կողմ, ամբողջ սաստավով Ալեն Սիմոնյանով ընդեղեն, ոմն Նազենի, չգիտեմ ինչան, ասում է անդիմադիր գործիչները եկել էին, այո եկել էին եւ բազմաթիվ անդիմադիր գործիչներ վստահված անձիկ էին, որովհետեւ դուք օգտագործել եք վարչական ռեսուրս եւ մեծ է եւ հիմա էլ մեծ է ցանկացած կասկած, որ դուք ցանկացած ընտրություն կեղծող եք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի համար ամենափոքր գյուղում իր վերարտադրությունը ցանկացած գնով ապահովելը կյանքի հարց է, բայց դա ձեզ չի հաջողվելու եւ կարծում եմ քրեական գործ պիտի հարուցվի նաեւ Վարդան Ղուկասյանի այն հայտարարության վրա, որ կեղծվել է 3642-ի չափ քվեաթերթի քրեական գործ պիտի հարուցվի այն հայտարարությունների վրա, որ ոմն սովրանոյի արման ջավախքեցիները բերել եւ գրանցել, քրեական գործ պիտի հարուցվի այն հայտարարության վրա, որ Վիվարոյի Վիգենը փակել է գյումրեցիների գումարի պարտքերը, սրանք այնպես օթում արված հայտարարություններ չի պիտի մնան, սրանք հստակ հայտարարություններ են ընտրակեղծիքների մասին եւ այս ամենի առիթով քրեական գործեր պիտի հարուցվի 3 հատ 90 տարեկան տատի եք տանում, քրեական գործ եք հարուցում հակակոռուպցիոն կոմիտե, հա, բա այս վերաբերյալ, այս դրվագների վերաբերյալ քրեական գործեր չունեք հարուցելու, բա ԿՊ-ի անօրինական շտաբի վերաբերյալ, որտեղ ըստ ականատեսների մարդիկ մտնում դուրս էին գալիս, գնում էին քվեարկելու, քրեական գործ չունեք հարուցելու, թե 75-ամյա կիմա տատիկին եք գտել, տարել նրա 90-ամյա զարմուհուն սպառնացել, որ բերդում կփթեն, լավ դու գետինը չեք մտնում, այս ուր ես իջել Նիկոլ, դու